Ողջույն երեխեք, վաղուց չենք հանդիպել, արդեն 2 շաբաթ նոր տեսանյութ չունեմ, ավելի ճիշտ ունեմ, լիքը բաներ ունեմ նկարած, ժամանակ չի եղել մոնտաժելու։ Այսօր Շաղլոտից տարեդարձն ենք նշում, այսինքն ինքնանշում ընկերուհիների հետ, հիմա գնում ենք կարաոկե։ Աղջիկներն ամեն մեկն իր կողմից, առանձին նվերներ են պատրաստել քույրիկի համար, մոռացած ես նախորդ ցույց տամ, նոր փաթեթավոր է, սա Ժակլինի նվերն է։ Այսպիսի լամպա գնել քույրիկի համար, իսկ Էլիզինը տեղում կտեսնենք, որովհետև այստեղ սովորություն կա, տարեդարձի ժամանակ նվերները բացում ենք։ Սա էլ Էլիզիս կողմից։ Այս Ժակիս լուքը, այս էլ իր սիրուն կուրտկան, որ ընդեղի լույսերի հետ փայլ էին բալել։ Փայլուն ես։ Դե գնացինք։ Քանի չեմ մոռացել, ուզում եմ ասել, որ այն կտրոնը գեղեցկության սրահի, որ ձեզ խոստացել էի, մինչև հիմա իմ մոտ է։ Դրա մասին մոռացել էի։ Իմ հետևորդների մեծ մասը Հայաստանից եւ Ռուսաստանից են, ու իմ մրցույթի պայմանները սխալ ձևակերպեցի, այսպես ասած, պետք է նշեի, որ անպայման այն աղջիկը, որ ցանկանում է ունենալ այդ զեղչի կտրոնը, պետք է ապրի Բրյուսելում, այնպես որ այս անգամ վերաձևակերպեմ, այսպես ասած, ու առաջին կոմենտը ով որ կգրի ու կողքը պլյուս կդնի, ես կհասկանամ, որ ինքը ապրում է Բրյուսելում ու այդ կտրոնը կհասնի նրան։ Հիշեցնեմ, որ 20 եվրո եղջի կտրոնը։ Հասանք մենք։ Այս տերասն է իրանց։ Ես խնդրեցի, որ սկզբում բերեն տորթը, երեխեքը փչեն շնորհավորեն, նոր գնան հանգիստ երգելու։ Ասեց, եթե ուզում եք մոմ դնեք, պետքա տերաս դուրս գաք։ Ոչինչ, էլի ստեղ էլ ասիրուն։ Դուրս կգանք, ստեղ կփչենք մոմերը։ Ներսում չի թույլատրվում ոչ սենյակներում մոմ վառել, ոչ էլ ֆոյեյում։ Հետո կգնանք ներսում կուտենք, որովհետև ստեղ մի քիչ սառնա, ու հետո երեխեքը կմտնեն հանգիստ իրանց համար կերգեն, 2 ժամ են վերցրել, ժամերը դուք եք ընտրում, կարող եք մի ժամ ընտրել, 2 ժամ, 3 ժամ, նայած քանի հոգով եք ու ինչքան ժամանակա ձեզ պետք։ Մի խոսքով այտենց մեկ էլ մի շատ կարևոր բան, ուտելու այդպիսի բաներ իրանք այստեղ չունեն, ոնց որ խմիչքի հետ զակուսկաներ ունեն։ Խնդրեցի, որ մի քանի պիցա բերեմ իմ հետ, թույլ չտվեցին, դե ոչինչ, լավ։ Դա իմ սենյակն է։ Տարբեր արժեքներ են, տարբեր ձևով դիզայնը։ Մենք ընտրել ենք մուզեյում սենյակը, թանգարանային տեսք ունի, նկարներ, բաներ կա մեջը։ Արի դե Ժակ։ Դե երեխեքը թող երգեն, իսկ ես ձեզ մի քիչ պատմեմ պայմանների մասին ու թե ինչ չնախատեսված խնդրի բախվեցի։ Հենց ձեր սենյակում կա պատին փակցված էկրաններ, որտեղից կարող եք ընտրել երգերը ու տեղում երգել։ 2 միկրոֆոն են տրամադրում։ Իդեպ երգերը կարող եք նաև նախապես մենյու կազմել, ձեզ մի քանի օր առաջ մեյլ կգա, կկազմեք ձեր սիրելի երգերի ցանկը ու երբ որ արդեն ժամանեք պատրաստ կլինի։ Նաև կա մեկ այլ մենյու, որտեղից կարող եք ընտրել խմիչքներ, հյութեր, պատվիրել ու հենց տեղում կբերեն սենյակ։ Դրա օնլայն պատվիրելու տարբերակն էլ կա, եթե ուզում եք դա անել նախապես։ Այս կարաոկեն համ մեծերի համար է, համ փոքրերի համար սենյակները եւ մեծ եւ փոքր սենյակներ կախված ձեր խմբի քանակի։ Նաեւ հենց սենյակի ներսում կարող եք անսահմանափակ նկարվել տեղադրված կամերաների միջոցով, իսկ նկարները հաջորդ օրը կգա ձեր մայլին։ Je saigne encore, mais je t'attends depuis longtemps. Est-ce que ça lui dit?
Առաջին անգամ էի այստեղ, շատ ուրախ էի, ամեն ինչ սրտովս էր, գոհ էի ընտրածս տեղից, բայց դեռ չգիտեի գլխիս ինչ ա գալու։ Իրենց սայթում կարդում եմ, որ տարեդարձի համար վարձածենյակի արժեքի մեջ մտնում են նաև տորտ, հյութեր եւ կոնֆետներ։ Հասնում եմ տեղ ու ինչ պարզվի, որ ոչինչ էլ չկա փաթեթի մեջ։ Ախր ոնց աչքովս եմ կարդացել։ Նախապես զանգել էի մի քանի անգամ ճշտելու համար պայմաններն ու ամրագրումս։ Պատասխանը ավտոմատ էր եւ առաջարկում էին ամրագրեր օնլայն։ Բացում եմ սայթը ստուգելու համար, նման բան չկա գրված։ Բան չեմ հասկանում, ինչ եմ կարդացել։ Լավ ասում եմ, արագ կազմակերպեմ տորտի հարցը, հո առանց տորտ չենք մնալու։ Հետո կհասկանամ ինչ եմ կարդացել։ Ուրեմն ընդամենը 2 ժամ ժամանակ ունեմ։ Եղանակը վատ, անձրև։ Լավա ամուսինս հարմարացրեց, եկավ հետևիցս ու տորտի հարցը արագ լուծվեց։ Վերջի վարքյանին ինչ որ գտա երեխեք ջան, վատ է, չէ՞, սիրուն է։ Ճիշտ է, առավոտյան գեղեցիկ հարդարածս մազերից բան չմնաց, որովհետև ընթացքում ընկավ վարար անձրևի տակ։ Մեքենան մի փոքր հեռու էին կայանել խանութից, բայց դե ոչինչ, այսօրվա ծաղիկը հո ես չեմ։ Սայթում կարդացել էի նաև, որ կարող ենք մեզ հետ հյուրասիրություն տանել, եթե ուզում ենք։ Մտածեցի պիցցաներ կտանեմ, բայց դա էլ մերժեցին։ Այս ամենը շատ տարօրինակ էր ու զարմանալի, չէ՞ որ կարդացել էի, հո ինքս չեմ հորինել։ Երբ հասա տուն, ինչ պարզվի, այո, իսկապես կարդացել եմ եւ չեմ սխալվում։ Ուղղակի դա ոչ թե Բրյուսելի մասնաճյուղին էր վերաբերում, այլ Ֆրանսիայի Լիլ քաղաքի։ Սա ցանցային կարաոկե բար է եւ երկու քաղաքների առաջարկները տարբեր են իրարից։ Էնպես որ սիրելիներս, եթե դուք էլ հանկարծ կուզեք այստեղ անցկացնել ձեր առիթները, հաշվի առեք, որ միայն խմիչքները, զակուսկաներ եւ հյութեր կարող եք այստեղ տեղում պատվիրել։ Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ամրագրումն էլ ճիշտ քաղաքում անեք։ Այ այդպիսի արկածներով օր ունեցանք։ Իսկ վերջում 7 բալիկներով իրար գլխի լցվել ենք մեր մեքենան ու գնացինք պիցցա ուտելու։ Լավ էր, բախներս բերեց ու ոստիկաններ չհանդիպեցինք, թե չէ էլ չասեմ քանի հազար տուգանք էինք մուծելու, բայց դե մեկ-մեկ սենց գիժ բաներ պետքա ուրախ րոպեներ ունենալու համար։ Գիտեք չէ սրանք ինչ դրոշներ են։ Մի քանի օր առաջ մեզ մոտ նշում էին համասեռամոլների տոնը ու ամբողջ քաղաքը ողողված էր նրանց այս գունավոր դրոշներով։ Ու հիմա չզարմանաք, ահա խնդրեմ Եվրոպարլամենտի շենքին անգամ կան նրանց դրոշը։ Երբևէ մտածել եք, թե ինչ ոսկի է թափված ձեր ոտքերի տակ։ Կյանքի որակը բարձրացնող այս արևային ծաղիկները, որ շատերը մոլախոտ են անվանում։ Բնությունը մեզ ամեն ինչ տվել է առողջ լինելու համար, բայց քչերն են օգտվում կամ գիտեն դրա մասին։ Նրա եւ տերևները, եւ արմատները, եւ ծաղիկները չափազանց օգտակար են։ Իսկ այսօր օգտագործելու եմ հենց ծաղիկները։
Այն ֆերմենտացնելու եմ, կարելի է ասել թարմ կվաս եմ պատրաստելու։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ օգտակար հատկություններ ունի։ 100 գրամ տերևների մեջ պարունակում է այնքան կալցի, որքան որ 100 գրամ կատնաշոռի։ 100 գրամ թարմ կանաչ տերևների մեջ պարունակում է մոտ 187 միլիգրամ կալցիում։ Սա օրական առաջարկվող չափաբաժնի գրեթե 1/5 մասն է։ 100 գրամ թարմ խատուտիկի ծաղիկները պարունակում են մոտավորապես 3,1 միլիգրամ երկաթ։ Մասնագիտացված տվյալների բազայի համաձայն այս քանակը խատուտիկին դարձնում է երկաթի ամենահարուստ բուսական աղբյուրներից մեկը։ Պարունակում է A, C, D վիտամիններ, ֆոսֆոր եւ նույնիսկ լյուտեին։ Զգուշացում խատուտիկը պետք է հավաքել բացառապես էկոլոգիապես մաքուր վայրերից։ Ես դրսից ցանկացած խոտ բերելուց հետո վրան լցնում եմ 1-1.5 գդալ սոդա, թողնում եմ այդպես մի կես ժամ ու հետո նոր լվանում եմ։ Երբ որ բերեցի տուն, անմիջապես խոնավ շոր եմ թրջած գցում վրան ու եթե կան մրջուններ, մոծակներ, չգիտեմ ինչեր, գալիս են այդ խոնավ շորին են կպնում ու այդպես ամբողջը մաքրվում է։ Սարեցի ու մի հատ անգամ նմուշի համար չկա։ Մեզ հարկավոր է 3 լիտրանոց տարա, բայց քանի որ ես չունեի, վերցրեցի 2 տարբեր տարաներ։ Հարկավոր է նաև 50 գրամ չամիչ, 2 բաժակ խատուտիկի ծաղիկներ եւ կես լիմոն։ Ես 2 մասով կանեմ այդ ամեն ինչը։ Մեզ անհրաժեշտ է եռացրած, սառացրած ջուր։ Մութն արդեն ընկնում է, պետք է հասցնենք արագ անենք այս գործողությունները, որ հասցնեմ նկարեմ, եթե չէ պետք է վաղը շարունակենք, չգիտեմ, կամ արդեն պատրաստի ցույց կտամ։ Նաև անհրաժեշտ է մեղր եւ մարլյա բերանին կապելու համար։ Իմ Հայաստանից բերած մեղրն արդեն վերջացել է, ես ստիպված խանութից գնված մեղրով պետքա պատրաստեմ, այդքան վատը չի ինքը, լավն է, էլի լավ մեղր է, բայց դե որ Հայաստանից եմ բերում, ավելի վստահ եմ, որ մաքուր մեղր եմ բերում, իմ ասած մարդուց եմ բերում։ Ես ճիշտն ասած մաքուր մեղր պատվիրել եմ, բայց դատարկ մեղրը չի, դրա համար չեմ սպասում, որ գա նոր պատրաստեմ։ Հենց եկավ մեղրս ձեզ ցույց կտամ ու կասեմ ինչ վիտամինի բոմբոչկա եմ պատվիրել։ Եթե ձեր խատուտիկները հավաքել եք այգուց, երեխեք ջան, պարտադիր չի սոդայով թրջեք, որովհետև ձեր այգունը հաստատ մաքուր կլինի։ Ես ուղակի դրսից եմ բերում ու չգիտեմ ինչքանով է մաքուր, դրա համար նավսյակի անում եմ, որ չթրջեք իր այդ արոմատը դուրս չգա ջրի մեջ, շատ ավելի լավ կլինի։ Չէ, չի ուզում սառի։ Երևի մնաց մեր նկարահանումը, շարունակենք վաղը։ Օր 2, սիրելիներս, շարունակում ենք, քանի որ մինչև երեք ջուրը սառեց, արդեն մութն ընկավ, չկարողացանք վերջացնել, այսպես էլ է լինում։ Ավելացնում ենք 1 գդալ մեղր։ Պետք է մեղրը ջրին խառնեի, նոր ավելացնեի 50 գրամ չամիչ անհրաժեշտ 3 կիլանոցին, այնպես որ ես այստեղ կլցնեմ միայն կեսը։ Այսինքն 25 լիտրու կեսին։ Լավ խառնում ենք։ Ավելացնում ենք քամած լիմոն, ընդհանուր 3 լիտրին կես լիմոն է ավելացնում, բայց լիմոնից վնաս չկա, ես յուրաքանչյուրին կես կլցնեմ։ Կափարիչը փակում ենք մարլյայով եւ թողնում ենք 3 օր, որպեսզի այն ֆերմենտացվի։ Նույնը կրկնում ենք մյուսի համար։ Ում է օգտակար այս ըմպելիքը։ Խատուտիկի կվասը համարվում է գարնանային գերազանց էլիքսիր ամուր ստամոքս ունեցողների համար։ Այն ուժեղացնում է իմունիտետը, մաքրում է լյարդը եւ արյունը, խթանում է լյարդի աշխատանքին եւ օգնում է դուրս բերել տոքսինները։ Ցածր թթվայնության դեպքում ըմպելիքը խթանում է ստամոքսահյութի արտադրությանը, նպաստելով ավելի լավ մարսողությանը։ Փորկապության դեպքում խատուտիկի եւ չամիչի համադրությունը ունի մեղմ լուծողական ազդեցություն եւ բարելավում է պերիստալտիկան։ Այտուցների դեպքում այն ունի միզամուղ ազդեցություն, օգնելով դուրս բերել ավելորդ հեղուկը։ Ինչպես յուրաքանչյուր բույս, այնպես էլ խատուտիկը ունի իր հակացուցումները։ Դրանք կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, անպայման կարդացեք պատրաստելուց առաջ։ Դե տանեմ տաք տեղ պահելու 3 օրից արդեն
կսկսեմ օգտագործել։ 3 օր հետո դնում եք սառնարան, սառնարանում պահում եք եւս 1 օր։ Սա կկանգնեցնի ակտիվ խմորումը եւ համին կտա ավելի խորը եւ ինտենսիվ համ։ 3 օրից միասին կփորձենք։ Ինչպիսին է համը՝ քիչ քաղցր, հաճելի թթվաշ համով եւ մեղրի բույրով։ Առաջին անգամ փորձելիս ձեզ կթվա, որ թթված ջուր եք խմում, բայց հետո գնալով հաճելի է դառնում ու արդեն հաճույքով կօգտագործեք։ Այս խառնուրդը սովորաբար պահվում է սառնարանում եւ ընդունվում է կուրսով, քանի որ այն ունի ուժեղ կենսաբանական ազդեցություն։ Պատրաստածը կվերջանա, որոշ ժամանակ կդադարեցնեք, հետո էլի կարող եք կրկնել։ Խորհուրդ է տրվում օրվա մեջ խմել 2-ից 3 բաժակ անպայման ուտելուց առաջ։ Պահել կարող եք 3-ից 5 օր մաքսիմում։ Երեխեք, ես այստեղ էլի ունեմ նմանատիպ բաղադրատոմս պատրաստած, ես մի քիչ մանյակ եմ էլի, սենց տնական բաղադրատոմսերի, սա անոթները մաքրելու համար է, երբ որ սա վերջանա, մի այլ տեսանյութում սա նորից միասին կպատրաստենք ու կասեմ, թե ինչի համար է